Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի ջերմոցում կանեփ են աճեցնում։ Սեպտեմբերի 3-ին վարչության աշխատակիցները ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների հետ ջերմոցի արտաքին զննությամբ հայտնաբերեցին կանեփի խնամքով մշակված 4 թուփ, 17 կիլոգրամ ընդհանուր կշռով։ Տանտերը 1933 թվականին ծնված Սեդա Սաֆարյանը ոստիկաններին հայտնեց, որ թփերը պատկանում են 48-ամյա դստերը։ Նա է ընտանիքի անդամների հետ տնկել ու խնամում կանեփը։ Վարչությունում նմանօրինակ տեղեկություններ ունեին Արմավիրի մարզի Արգավանդից, որ գյուղի 3-րդ փողոցի 9-րդ տան ջերմոցում կանեփ են աճեցնում։ Սեպտեմբերի 8-ին քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Արմավիրի բաժնի աշխատակիցների հետ 1975 թվականին ծնված Նշան Հովանիսյանին պատկանող ջերմոցից հայտնաբերեցին կանեփի 5 թուփ, 50 կիլոգրամ կշռով։ Հայտնաբերված առգրավվել, կնիկվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Փաստի արդի ոստիկանության Մասիսի եւ Արմավիրի բաժիններում նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն։ Կանեփ կակաչ 2015 միջոցառման շրջանակներում օգոստոսի 22-ին ոստիկանության ԱՆԻ-ի բաժնի ծառայողները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների հետ Մարալիկ քաղաքի 5 գերեզմանատան տարածքում էին։ Ստացված տեղեկություններն իրացնելիս կեսգիշերն անց հիշյալ տարածքից իրավապահները բերման ենթարկեցին նույն քաղաքի բնակիչներ 1990 թվականին ծնված Արթուր եւ 1992 թվականին ծնված Արմեն Արաքելյաններին։ Անձնական խուզարկությամբ Արմեն Արաքելյանի մոտից հայտնաբերվեց ու առգրավվեց կանեփանման զանգված։ Ոստիկանության բաժնում Արաքելյան եղբայրները խոստովանական բացատրություն տվեցին մանրամասնելով տեղի ունեցածը։ Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Արթուր եւ Արմեն Արաքելյանները ստորագրությամբ բաց են թողնվել։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի սեպտեմբերի 8-ից 9 ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, դրամանենգության 1 եւ խուլիգանության 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ ավտոմեքենա փախցնելու մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սեպտեմբերի 4-ին ժամը 13-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ Արթուր Մկրտչյանն իր վազ 2106 մեքենայով Կապան քաղաքից Մեղրի էր տանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մի քաղաքացու։ Ճանապարհին Ծավ գյուղի մոտակայքում, պատճառաբանելով, որ մեքենան անսարք է, կանգ էր առել եւ խնդրել, որ օտարերկրացին մի փոքր հրի մեքենան։ Սակայն երբ վերջինս կատարել էր խնդրանքը, վարորդը հետ ընթացով վրաերթի էր ենթարկել նրան։ Մկրտչյանը դրանով չէր սահմանափակվել։ Բացահայտ հափշտակել էր չինացու անձնական իրերը, ծանրոցներ, ուսապարկ, որի մեջ եղել էր $1000, 230 եվրո, 7000 դրամ, 1000 չինական յուան եւ դիմել փախուստի։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մկրտչյանը չկարողացավ վայելել ձեռք գցածը, շուտով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Փաստի արդիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով գողոպուտ, որը կատարվել է խոշոր չափերով։ Արթուր Մկրտչյանը կալանավորված է, գողոնն առգրավված։ Քննությունը շարունակվում է։